Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին մնացել է 1 ամսից էլ քիչ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 շաբաթից այլևս չի ընդունի ընտրություններին մասնակցելու հայտերը, սակայն թե ով, ում հետ եւ ինչ ֆորմատով կմասնակցի ընտրություններին, դեռ հստակեցված չէ։ Քաղաքական ուժերը մեծ մասամբ ոչինչ չեն անում ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Քաղաքական դաշտը մնում է ֆրագմենտացված։ Քաղաքական կուսակցությունների ջախջախիչ մեծամասնությունը մնում է անգաղափար։ Դաշինքներում գաղափարական մոտեցումները շատերը չեն տեսնում, ուստի արագ նրանց չկողմնորոշվելը նորմալ են համարում։ Կան քաղաքական ուժերը, որ այն ժամանակ ասում ենք մեկ երթուղային տաքսում կարող են տեղավորվել, ասում են մեծ խոսում են, միայն հրապարակում խոսելը, քաղաքական քննադատություն հնչեցնելը քաղաքական ուժի այդ միակ գործառույթը չէ։ Պետք է ունենաս տեղերում աշխատանք, ժողովուրդը քեզ տա նաև քո վստահությունը։ Իշխող կուսակցություն ընտրություններին կմասնակցի միայնակ, բայց թե ինչ անուններ կլինեն ցուցակներում դեռ չեն որոշել։ Յուրաքանչյուրն էլ իր ընտրատարածքում, որտեղ իր ծննդավայրն է կամ որտեղ ունի իր ուժերը չափելու հնարավորություն, որոշակի աշխատանքներ մարդիկ տանում են, հասկանում են հնարավոր է, հնարավոր չէ, բայց դա պաշտոնական բնույթ չի կրում։ Իշխող հանրապետական կուսակցությունը իր ձեռքը հավաքելով ամբողջ ռեսուրսը ինքը սահմանել է այս խաղի կանոնները։ Ամեն ինչ նրա ձեռքում է եւ նա էլ կանխորոշելու է այդ ընտրությունների ելքը։ Զուգահեռ ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Հայ ազգային կոնգրեսը ազգային ժողովում ստորագրահավաք է իրականացնում սահմանադրական դատարան դիմելու եւ օրը փոխելու համար։ Իշխող կուսակցությունը դեռ սպասում է։ Բայց նույն մասնավոր զրույցների ժամանակ ես մեր գործընկերներով երբ որ զրուցում ենք, ես հասկանում եմ եւ իհարկե չեմ կարող հրապարակել ում հետ, նրանք ասում են, որ ամսի 2-ը բոլորի համար արդեն իսկ տրամադրվել են, պատրաստվել են եւ գնում են առաջ։ Իդեպ չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների դիմումների ընդունման մեկնարկը տվել է 2 օր առաջ, բայց դեռ ոչ մի դիմում չի ստացել։ Հայտերի ընդունման ժամկետը վերջանում է փետրվարի 16-ին։